Այսօր մենք ուսումնասիրենք միջնադարյան ասպետական մրցամարտերի, ջուստինգի, դաժան ու հիասքանչ աշխարհը եվրոպական ասպետության ամենահեղինակավոր ու վտանգավոր մարզածը, թե ինչպես այն հյուսվեց անգլիական պատմության ամենահայտնի միապետներից մեկի Հենրի Մզի կյանքի ու թագավորության հետ։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեցրեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմություններ դիտելու համար։ Պատկերացրեք մի ասպարեզ շրջապատված հազարավոր հանդիսատեսներով։ Գունավոր դրոշակները ծածանվում են քամուց, մինչդեռ շեփորահարները ազդարարում են մի բախման սկիզբը, որը ներկաներից ոչ ոք չէր համարձակվի մոռանալ։ Փայտե բաժանարար պատնեշի մի կողմում մարտական նժույգի վրա հեծած ասպետը սպասում է անշարժ պատված զրահով, որն ավելի ծանր է, քան շատ տղամարդիկ կկարողանային գրել կանգնած վիճակում։ Մյուս կողմում նրա հակառակորդը պատրաստվում է նույն կերպ։ Երկուսն էլ բռնել են մոտ 4 մետր երկարությամբ հոծ փայտե նիզակներ։ Ամբողը մի պահ լռում է։ Եվ հետո, սմբակների դոփյունի ներքո, երկու ասպետները նետվում են միմյանց դեմ այնպիսի արագությամբ, որը կարող է գերազանցել ժամում 30 կիլոմետրը։ Բախումը դում է 3 վայրկյանից պակաս։ Այդ կարճ միջոցում ամեն ինչ կարող է պատահել։ Նիզակը կարող է փշրվել հակառակորդի վահանի վրա, առաջացնելով ծափահարություններ ու հիացմունքի ճիչեր։ Փայտի բեգորը կարող է գտնել զրահի արանքը ծագել միսն ու ոսկորը։ Կամ էլ հարվածը կարող է այնքան ուժգին լինել, որ ասպետը պոկվի թամբից նետվի գետնին իր մարմնի վրա զգալով զրահի ողջ ծանրությունը։ Սա ասպետական մրցամարտերի աշխարհն էր միջնադարյան մրցաշարերի ամենահեղինակավոր ու մահացու մարզածը։ Եվ սա այն մարզածն էր, որն Անգլիայի թագավոր Հենրի Մղրզը սիրում էր բոլորից առավել։ Հասկանալու համար, թե ինչպես ասպետական մրցամարտերը հասան նման գարոր դիրքի, անհրաժեշտ է հետ գնալ ժամանակի մեջ։ Միջնադարյան Եվրոպայում հեծյալ ասպետը ռազմադաշտի ամենահզոր ռազմական միավորն էր։ Ասպետի ձյու միջ համագործակցության մարզումը պահանջում էր մշտական պրակտիկա։ Հենց այդ անհրաժեշտությունից առաջացան առաջին մրցաշարերը։ 1066 թվականին նորմանների Անգլիա ժամանելով ֆրանսիական մարտական ավանդույթները տարածվեցին բրիտանական գղզիներում։ Այս սկզբնական փուլում մրցաշարերը քաոսային ու դաժան իրադարձություններ էին, որտեղ ասպետների խմբերը բախվում էին բաց դաշտերում առանց հստակ կանոնների։ Բռնությունն այնքան մեծ էր, որ կաթոլիկ եկեղեցին մի քանի առիթներով արգելեց մրցաշարերը սպառնալով բանադրանքով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեին։ Այդուհանդերձ, մրցաշարերը շարունակում էին գրավել ասպետների ողջ Եվրոպայից, քանի որ դրանք հնարավորություն էին տալիս ցուցադրել քաջություն, ձեռք բերել փառք տպավորել արքունի տիկնանց քաջագործություններով։ Ողջ դարի վերջին Ռիչարդ Արյուծասիրտի թագավորության օրոք էր, որ մրցաշարերը զանգվածային ժողովրդականություն ձեռք բերեցին Անգլիայում։ Հաջորդ դարերի ընթացքում խմբակային մարտերին փոխարինելու եկան երկու ասպետների միջ անհատական բախումները, որոնք հայտնի դարձան որպես ջուստինգ, ասպետական մրցամարտ։ Ամենակարևոր նորամուծություններից մեկը կենտրոնական պատնեշի ներդրումն էր, որը գոչվում էր tilt pivot-ով։ Այն պարզ պարանից վերածվեց ամուր փայտե կառույցի, որը կանխում էր ձիերի ճակատային բախումները։ Այս նորամուծությունը մրցամարտը քաոսային ռազմական վարժանքից վերածեց կանոնակարգված դիտարժան մարզածի։ Երբ հասնում ենք Թյուդորների ժամանակաշրջանին օգոստոս դարի սկզբին, ասպետական մրցամարտերն արդեն ամրապնդվել էին որպես ցանկացած մրցաշարի ամենահեղինակավոր իրադարձություն։ Կանոնները հստակ էին ու խիստ։ Երկու ասպետները դիրքավորվում էին կենտրոնական պատնեշի հակադիր ծայրերում, յուրաքանչյուրը հեծած իր մարտական ձին բռնած հոծ փայտե նիզակը։ Ազդանշանի հետ մեկտեղ երկուսն էլ իրենց ձիերին մղում էին վերահսկելի քառատրոփի առաջ շարժվում միմյանց դեմ։ Յուրաքանչյուր գրոհը գոչվում էր chorus, յուրաքանչյուր chorus տում էր ընդամենը մոտ 2.5 վայրկյան։ Այդ նվազագույն ժամանակահատվածում ասպետը պետք է ձյուն հասցներ ժամում մոտ 30-ից 40 կիլոմետր արագության։ Պահեր այն պատնեշին զուգահեռ, ճիշտ պահին իջեցներ նիզակը հարվածեր թիրախին։ Միավորները տրվում էին ըստ հարվածի վայրի։ Հիմնական նպատակն էր նիզակը փշրել հակառակորդի երկու հատուկ հատվածների վրա ձախ ուսին գրած վահանի կամ սաղավարտի վրա։ Սաղավարտին հարվածելը զգալիորեն ավելի դժվար էր, հետաբար ավելի շատ միավորներ էր բերում ու ավելի մեծ փառք այն ասպետին, ում դա հաջողվում էր։ Կային նա մի շարք խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել որակազրկման։ Կենտրոնական պատնեշին հարվածելն արգելված էր։ Նիզակը հակառակորդի դեմքի վրայով լայնագի անցկացնելը չէր թույլատրվում։ Եվ ամենից առաջ մրցակցի ձյուն հարվածելը համարվում էր ծանրագույն զանցանք, որը խորապես հակասում էր ասպետական վարքականոնին։ Հակառակ նրան, ինչ շատերն են պատկերացնում, հիմնական նպատակը հակառակորդին թամբից վայր գցելը չէր։ Կատարելության իսկական չափանիշը հակառակորդի վրա նիզակները ճշգրիտ նրբագեղ կերպով փշրելու հմտությունն էր։ Այն ասպետը, ով բազմաթիվ նիզակներ էր փշրում մրցակցի վահանի սաղավարտի վրա, համարվում էր ավելի արժանի պատվի, քան նա, ով պարզապես կոպիտ հարվածով վայր էր գցում իր մրցակցին։ Ասպետական մրցամարտը վերահսկողության, ճշգրտության հաշվարկված քաջության դրսևորում էր։
Լավ ասպետն այն էր, ով ոչ միայն ճշգրիտ հարվածում էր հակառակորդին, այլ իրեն ներկայացնում էր որպես բաց թիրախ հարված ստանալու համար։ Կծկվելը կամ խուսափելը համարվում էր վախկոտություն անպատվություն։ Դա, ըստ էության, փոխադարձ արիության խաղ էր։ Սակայն այս ողջ նրբագեղությունն ու ասպետականությունը չէին կարող թաքցնել անխուսափելի իրականությունը, մրցամարտերն արտակարգ վտանգավոր էին։ Ասպետները միմյանց դեմ էին նետվում մարտական նժույգներով, որոնք կարող էին կշռել ավելի քան 600 կիլոգրամ, այնպիսի արագությամբ, որը փայտե նիզակը վերածում էր մահացու արկի։ Նույնիսկ անվտանգության միջոցառումների դեպքում, որոնք ներդրվում էին դարերի ընթացքում, դժբախտ պատահարները հաճախակի էին, իսկ վնասվածքները սարսափելի։ Ոսկրային գոտրվածքները սովորական էին առաջացած ինչպես նիզակի ուղղագի հարվածից, այնպես էլ ձյու ծնկնելուց։ Խորը պատրվածքներ էին լինում, երբ նիզակները փշրվում էին, փայտի բեգորները թափանցում էին զրահի արանքներից։ Իսկ մահը, թե առօրյա ելույթ չէր մրցամարտերում, իրական հավանականություն էր, որը բոլոր մասնագետները գիտեին ընդունում էին։ Անվտանգության ամենակարևոր միջոցառումներից մեկը հատուկ ծայրակալներով նիզակների օգտագործումն էր, որոնք կոչվում էին կորոնելներ չ. Սուր պողպատե ծայրի փոխարեն, որը կարող էր խոցել հակառակորդին, մրցամարտի նիզակը վերջանում էր 3 բութ ծայրեր ունեցող մետաղական մասով։ Այս 3 ծայրերը ծառայում էին հարվածի ուժը ավելի մեծ մակերեսի վրա բաշխելուն կանխելուն, որ նիզակը թափանցի զրահի մեջ։ Երբ կորոնելը հարվածում էր հակառակորդի վահանին, ծայրերը խրվում էին մակերեսի մեջ, հարվածի ճնշումից փայտե նիզակը փշրվում էր ցրելով հարվածի էներգիան։ Դա հնարամիտ համակարգ էր, բայց հեռու էր անսխալական լինելուց։ Փայտի բեգորները դեռ կարող էին պոկվել ճանապարհ գտնել դեպի մարմինը, իսկ հարվածի ուժը դեռ բավարար էր ներքին ծանր վնասվածքներ հասցնելու համար։ Մրցամարտերում օգտագործվող զրահները ջարդարագիտական ուշագրավ գործեր էին։ Մրցամարտի զրահը կարող էր կշռել մինչ 50 կիլոգրամ գրեթե կրկնագի ավել, քան մարտական զրահը։ Այն գոշտ էր թույլ էր տալիս շատ քիչ շարժում, նախագծված լինելով հատուկ նիզակի հարվածին վայրկյանի տասնորդականների ընթացքում դիմակայելու համար։ Սաղավարտը չափազանց ծանր էր ամրացված էր լանջապանագին, որպեսզի գլխի իրանի պաշտպանության միջ ոչ մի բացվածք չլինի։ Դիմակալը, վիզորը պետք է իջեցված լիներ նախքան յուրաքանչյուր գրոհը։ Այս ընթացակարգի ցանկացած ձախողում կարող էր աղետալի հետանքներ ունենալ։ Ձախ ուսին ասպետը գրում էր ամրացված փայտե մեծ վահան, որը նախատեսված էր որպես հարվածի մակերես ծառայելու համար։ Մրցամարտի թամբը զրահապատ էր բարձր պատերով, որոնք պաշտպանում էին ասպետին նրան ամուր պահում ձյու վրա։ Մրցամարտերում օգտագործվող ձիերը բացառիկ կենդանիներ էին։ Ամենաբարձր գնահատվողը դեստրիեն էր բուծված մարզված հատուկ մարտի համար։ Հակառակ ժողովրդական պատկերացմանը, որը պատկերում է հսկայական մարտական ձիեր, հետազոտությունները ցույց են տալիս, որ դեստրիեները ունեին 14-ից 16 թաթ, մոտ 142-163 սմ բարձրություն ժամանակակից որսորդական ձյու չափսերին մոտ։ Այն, ինչ նրանց առանձնացնում էր, ուժն էր, մկանային համակարգը մարզումը։ Դրանք միշտ հովատակներ էին ընտրված իրենց բուրն խառնվածքի համար։ Լավ դեստրիեն արժեր սովորական ձյուց 7 կամ 8 անգամ ավելի թանկ։ Ձիերը նույնպես զրահ էին ստանում։ Գլուխը պաշտպանված էր մետաղական շամֆրոնով, կուրծքը պեյտրալով, իսկ այդ ամենի վրա ցուցադրվում էին դեկորատիվ ծածկոցներ իրենց ասպետի դոհմական զինանշաններով։ Հենց շքեղության ու վտանգի այս միջավայրում է հայտնվում Անգլիայի թագավոր Հենրի Մզզի կերպարը։ Ծնված 1491 թվականին Հենրին Թյուդորների առաջին միապետի Հենրի Մը-ի երկրորդ որդին էր։ Նա գահի սկզբնական ժառանգորդը չէր։ Այդ դերը պատկանում էր նրա ավագ եղբորը Արթուրին, ով վաղաժամ մահացավ 1502 թվականին 15 տարեկան հասակում։ Արթուրի մահով երիտասարդ Հենրին դարձավ անգլիական թագի միակ ժառանգորդը։ Նրա հայրը սկսեց նրան պահել մշտական հսկողության տակ արգելելով մասնակցել այնպիսի գործողությունների, որոնք կարող էին վտանգել նրա կյանքը։ Ատլետիկ, կենսախինդ սպորտով տարված երիտասարդի համար այս սահմանափակումը պետք է որ չափազանց հուսահատեցնող լիներ։ Մինչ նրան պահում էին լուսանցքում, Հենրին կարող էր դիտել, թե ինչպես են արքունիքի մյուս երիտասարդները մասնակցում մրցաշարերին ու մրցամարտերին, նրանց թվում մի ոմ Չարլզ Բրենդոն Հենրից մոտ 7 տարով մեծ մի երիտասարդ բարձրահասակ, ատլետիկ, գեղեցիկ արտակարգ տաղանդավոր ասպարեզում։ Բրենդոնը մարմնավորում էր այն ամենը, ինչ երիտասարդ արքայազնը ցանկանում էր լինել անել։ Հնարավոր է, որ Հենրին իր սպորտային երակայություններից շատերն ապրել է Բրենդոնի միջոցով հարկադիր մեկուսացման այդ տարիներին։ Երբ Հենրի Մզրը մահացավ 1509 թվականի ապրիլին, նրա 17-ամյա որդին բարձրացավ գահ որպես Հենրի Մզր, եւ այդ պահից սկսած ոչ ոք այլս չէր կարող խանգարել նրան անել այն, ինչ միշտ ցանկացել էր։ Երիտասարդ թագավորը տպավորիչ կերպար էր ցանկացած չափանիշով։ Ժամանակագիծների վկայությունները նրան նկարագրում են որպես ժամանակի համար բացառիկ հասակ ունեցող տղամարդու մոտավորապես 1 մետր 88 սանտիմետր,
ակլետիկ մկանուտ կազմվածքով, շիկահեր մազերով անսպար թվացող էներգիայով։ Նա գրքով նվիրվում էր ամեն տեսակ ֆիզիկական գործունեության որսից մինչ ըմբշամարտ, արքունական թենիսից մինչ նետացկություն։ Բայց ամենից շատ նա սիրում էր ասպետական մրցամարտերը։ Հենրիի համար մրցամարտերը պարզապես սպորտ կամ ժամանց չէին։ Դրանք քաղաքական հայտարարություն էին։ Մի աշխարհում, որտեղ թագավորի ուժը մշտապես դատվում էր բանակներ առաջնորդելու հարգանք ներշնչելու նրա ունակությամբ, Հենրիի հմտությունը մրցասպարեզում օտարերկրյա դեսպաններին, մրցակից ազնվականներին ժողովրդին ի ցույց էր դնում, որ Անգլիայի նոր թագավորը ահեղ մարտիկ էր, քաջ առաջնորդ միապետ, ով մարմնավորում էր ասպետության իդեալները։ Յուրաքանչյուր նիզակ, որ նա փշրում էր հակառակորդի վահանի վրա, ողջ աշխարհին ուղված ուղերձ էր։ Հենրի Մզզի մրցաշարերը լոկ սպորտային իրադարձություններ չէին։ Դրանք խնամքով ծրագրված ներկայացումներ էին Թյուդորների արքունիքի հարստություն ու շքեղությունը ցուցադրելու համար։ Ամենաարտակարգ օրինակներից մեկը 1511 թվականի Վեստմինստերյան մրցաշարն էր, որը կազմակերպվել էր Կատարինե Արագոնացուց Հենրիի առաջին որդու ծնունդը տոնելու համար։ Մրցաշարը կառուցված էր որպես ասպետական այլաբանություն ոգեշնչված Բուրգունդիայի արքունիքի ավանդույթներով։ 4 ասպետներ, որոնց դերում հանդես էին գալիս հենց թագավորը 3 պալատականներ, մարմնավորում էին կերպարներ, որոնց անունները վերցված էին վարդի վեպից «Բթթունդ ջշտու բնևջ»։ Հենրին ստանձնել էր Գյոր Լուայալ շքչփփթթյուտ հավատարիմ սիրտ տերը։ Մրցաշարին նախորդում էին շքեղ թափորներ շարժական դեկորացիաներով, որոնք նման էին կախարդական անտառների պսակված ոսկեզոծ ամրոցներով։ Միավորները մանրակրկիտ գրանցվել են ցույց են տալիս, որ Գյոր Լուայալը ինքը Հենրին ամենալավ արդյունքն ունեցող ասպետն էր։ Թագավորը պատվիրեց պատկերազարդ գրանցում Վեստմինստերյան մրցաշարի մագաղաթը ոչփփչփփթփ մոտ 18 մետր երկարությամբ մի մագաղաթ, որը մինչ օրս պահպանվում է Լոնդոնի Զինանշանների քոլեջում, Ցենտերս Թեյն Օպտ։ Ողբերգությունը, սակայն, քայլ առ քայլ հետում էր շքեղությանը։ Փոքրիկ արքայազնը, ում աշխարհ գալն այդպիսի շուքով էր տոնվել, մահացավ մրցաշարից ընդամենը 10 օր անց։ Գորուստը գործանարար էր Հենրիի Կատարինեի համար, բայց թագավորը թույլ չտվեց, որ սուգը նրան հեռացնի ասպարեզից։ Հաջորդ տարիներին նա շարունակեց կազմակերպել մասնակցել մրցաշարերի այնպիսի հաճախականությամբ ու խանդավառությամբ, որը զարմացնում էր նույնիսկ նրա ամենամտերիմ ժամանակագիցներին։ Եվ հենց այստեղ է, որ Չարլզ Բրենդոնի կերպարը նորից դառնում է առանցքային այս պատմության մեջ։ Բրենդոնը, ում Հենրին բարձրացրել էր Սաֆոլկի դուքսի տիտղոսին ի գնահատում նրա տաղանդների նրանց միավորող խորը բարեկամության, Անգլիայի այն եզակի տղամարդկանցից էր, ովքեր ի վիճակի էին մրցել թագավորի հետ ասպարեզում։ Երկուսը հաճախ էին միասին մրցում, Բրենդոնն այն հազվագյուտ հակառակորդներից էր, ով կարող էր Հենրիին իրական մարտահրավեր նետել։ Թագավորն ինքը դժգոհում էր, երբ իր հակառակորդները չէին համապատասխանում իր մակարդակին մի առիթով նույնիսկ երդվելով, որ այլս երբեք չի մրցի նման միջակ հակառակորդների դեմ։ Բրենդոն այդ հուսահատության դեղամիջոցն էր։ Գրառումները ցույց են տալիս, որ երբ երկուսը բախվում էին, Բրենդոնը նույնքան նիզակ էր փշրում, որքան թագավորը ապացուցելով, որ Հենրիի արդյունքները մրցամարտերում ոչ թե վախից կամ ստորաքաշությունից իրենց պարտվել թույլ տվող պալատականների արդյունքն էին, այլ անգեղծ հմտության արտացոլումը։ Եվ այստեղ ծագում է մի անխուսափելի հարց. երբ ասպետը մրցում էր հենց Անգլիայի թագավորի դեմ, արդյոք կային ինչ-որ զիջումներ։ Թույլ էր տրվող ում միապետին հաղթել քաղաքավարությունից դրդված։ Պատմական գրառումների ժամանակակիցների վկայությունների համաձայն ոչ։ Ցանկացած բացառություն անմիջապես կնկատվեր հանդիսատեսի կողմից, որոնց թվում էին օտարերկրյա դեսպաններ, փորձառու ազնվականներ սպորտի կանոնների ու նրբությունների խորը գիտակներ։ Կեղծված հաղթանակը չէր ունենա նույն արժեքը, ավելին նվաստացում կլիներ մի թագավորի համար, ով հպարտանում էր իր իրական հմտություններով։ Հենրիի ելույթն ասպարեզում ամբողջությամբ կախված էր իր սեփական տաղանդից, հենց դրա համար էլ նրա ձեռքբերումներն այդքան գովեստի էին արժանանում։ Կանայք, թե չէին մասնակցում բուն մրցամարտերին, հիմնարար դեր էին խաղում արարողակարգում մարզածին հարող մշակույթում։ Մրցամարտերի ողջ տրամաբանությունը իրականում տոգորված էր արքունական ասպետության իդեալներով, որտեղ ասպետը մարտնչում էր հանուն մի տիկնոջ ձգտում պատվել նրան իր սխրանքներով։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում ասպարեզում, որոշ իմաստով նվիրված էր տրիբունաներից հետող կանանց։ Արքունի տիկնայք կարող էին ընտրել մրցաշարի լավագույն ասպետին, լրացուցիչ նիզակներ շնորհել նրանց, ովքեր աչքի էին ընկել, որն ուշագրավ է իրավունք ունեին որակազրկել այն ասպետներին, ովքեր կցուցաբերեին ոչ ասպետական վարքագիծ։ Կանանց այս իշխանությունը ասպարեզում վարքագծի նկատմամբ ամրապնդում էր այն գաղափարը, որ մրցամարտերը պարզապես կոպիտ ուժի մրցակցություն չէին, այլ ավելի լայն արժեքների տոնակատարություն, որտեղ քաղաքավարությունը, նրբագեղությունը հարգանքը նույնքան կարևոր էին, որքան մարտական հմտությունը։ Հենրիի կարիերայի ամենահոյակապ դրվագներից մեկը տեղի ունեցավ Անգլիայից դուրս 1520 թվականի հունիսին, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Գինի արթրի մեջ ընկած հարթավայրերում։
18 օր շարունակ Հենրի Մերզը Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուଆ Ժը հանդիպեցին մի այնպիսի շքեղ միջոցառման ժամանակ, որն հայտնի դարձավ որպես ոսկե հյուսվածքի դաշտ նչթեն Կարդինալ Թոմաս Ուոլսի կողմից որպես դիվանագիտական գագաթնաժողով կազմակերպված այս հանդիպումը վերածվեց քողարկված մրցակցության երկու երիտասարդ թագավորների միջ։ Հենրին իր հետ բերեց ավելի քան 5000 հոգանոց շքախումբ հրամայեց կառուցել ժամանակավոր պալատ, որը զբաղեցնում էր գրեթե 10,000 քառակուսի մետր տարածք։ Ֆրանսիացիները պատասխանեցին թանկարժեք գործվածքներից պատրաստված հարյուրավոր վրաններով։ Հենրին ներկայացավ մրցաշարին գրելով ավելի քան 2000 գրամ ոսկով 1000-ից ավելի մարգարիտներով զարդարված զրահ։ Կարոր դիվանագիտական որոշում կայացվեց, որ Հենրին Ֆրանսուան մրցեն նույն կողմում, որպեսզի խուսափեն միմյանց դեմ ուղղակիորեն դուրս գալուց։ Այդ միջոցառման ժամանակ Հենրիի գրած հետիոտ մարտի զրահներից մեկը մինչ օրս պահպանվում է Լիդսի թագավորական զինապալատում, բթյուտ մոբեջ, հարմարվելով թագավորի մարմնին որպես երկրորդ մաշկ բացահայտելով 29 տարեկան մի տղամարդու, ով ուներ 1 մետր 88 սանտիմետր հասակ, մկանուտ էր ու ատլետիկ։ Սակայն դժբախտ պատահարները չուշացան։ 1524 թվականի մարտին Հենրին մրցեց Չարլզ Բրենդոնի Սաֆոլկի դուքսի հետ մի մրցամարտում, որը քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր։ Թագավորը, ցանկանալով փորձարկել իր սեփական դիզայնով պատրաստված նոր զրահը, մոռացավ իջեցնել դիմակալը նախքան գրոհի նետվելը։ Բրենդոնը, պատնեշի մյուս կողմում, գրում էր մի սաղավարտ, որը խիստ սահմանափակում էր նրա տեսողությունը։ Նա չէր կարող լսել հանդիսատեսի հուսահատ ճիչերը, որոնք խնդրում էին նրան կանգ առնել։ Դուքսն առաջ նետվեց ողջ արագությամբ, նրա նիզակը հարվածեց Հենրիի բաց սաղավարտի ներսի մասին, փշրվելով փայտի բեգորներ նետելով թագավորի դեմքին։ Մի հրաշքով Հենրին չկորցրեց տեսողությունը։ Թագավորը, դրսորելով մեծահոգություն, որը հետագա տարիներին ավելի ու ավելի հազվադեպ էր լինելու, հրաժարվեց մեղադրել Բրենդոնին միջադեպի համար հայտարարելով, որ պատասխանատվությունն ամբողջությամբ իրեն է դիմակալը չիջեցնելու համար։ Խորապես ցնցված Բրենդոնը երդվեց, որ այլս երբեք չի մրցի թագավորի դեմ։ Հենրին, սակայն, լուրջ չընդունեց այդ երդումը։ Նրան պետք էին իր մակարդակի հակառակորդներ, իսկ Բրենդոնն այն քչերից էր, ով կարող էր դա ապահովել։ 9 ամիս անց նրանք նորից պատնեշի հակադիր կողմերում էին։ Բայց 1524 թվականի պատահարը լոկ նախերգանք էր։ 12 տարի անց 1536 թվականի հունվարի 24-ին Գրինվիչի պալատում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ Հենրին ենթարկվեց մի վթարի, որը շատ պատմաբաններ համարում են բեկումնային նրա կյանքում ու թագավորության մեջ։ Թագավորը, որն այդ ժամանակ 44 տարեկան էր, այլս 1520 թվականի երիտասարդ ատլետը չէր։ Նրա մարմինը զգալիորեն փոխվել էր։ Նա զգալիորեն քաշ էր հավաքել կշռելով ավելի քան 125 կիլոգրամ։ Տարապում էր ոտքերի ցավոտ խոցերից, որոնք դժվարացնում էին նրա շարժումները։ Բժիշկները նրան խորհուրդ էին տալիս թողնել մրցամարտերը, բայց Հենրին, համառ ինչպես միշտ, հրաժարվում էր ընդունել, որ իր մարմինն այլս չի համապատասխանում իր հավակնություններին։ Հունվարյան այդ օրը, երբ նա մրցում էր լիարժեք զրահով, նրա ձին սայթաքեց ընկավ նրա վրա սեղմելով նրան կենթանու զրահի համակցված ծանրության տակ։ Վկաները պատմում են, որ թագավորը 2 ժամ մնացել է անգիտագից վիճակում։ Ողջ արքունիքը խուճապի մեջ էր։ Պալատականները վազվզում էին այս ու այն կողմ համոզված լինելով, որ թագավորը մահացել է։ Կայսերական դեսպան Էստաշ Շապյուին արձանագրել է, որ Հենրիի մահվան մասին լուրերը արագ տարածվեցին, որ Աննա Բոլեյնը, ով այդ ժամանակ հղի էր, վիժեց լսելով կեղծ լուրը։ Որդու գորուստը խորապես ցնցեց Աննայի դիրքերը արքունիքում նպաստելով իրադարձությունների շղթային, որոնք կավարտվեին նրա մահապատժով ընդամենը 4 ամիս անց։ Հենրին ողջ մնաց 1536 թվականի վթարից հետո։ Սակայն շատ պատմաբաններ պնդում են, որ այդ ասպարեզից դուրս եկած մարդն այլս երբեք նույնը չեղավ։ Ժամանակակից տեսությունները ենթադրում են, որ թագավորը կարող էր ստացած լինել գլխուղեղի տրավմա, որը մշտապես փոխեց նրա վարքագիծը։ Մինչ 1536 թվականը Հենրին, թե արդեն ցուցաբերում էր անկայուն բնավորության եսակենտրոնության նշաններ, նա ընդունակ էր մեծահոգության, ազնվության անգեղծ ջերմության իր շրջապատի նկատմամբ։ 1536-ից հետո Հենրին աստիճանաբար դարձավ ավելի բարանոյք, ավելի դաժան, ավելի անկանխատեսելի։ Վարքագծային այս փոփոխությունը, որը նախկինում վերագրվում էր միայն քաղաքական սթրեսին բացարձակ իշխանությանը, որոշ հետազոտողների կողմից սկսեց դիտարկվել որպես հնարավոր կապ ունեցող տասնամյակների ընթացքում մրցամարտերի այլ կոնտակտային սպորտաձևերի հետանքով ստացած բազմաթիվ գլխի վնասվածքների կուտակային ազդեցության հետ։ Սա մի վարկած է, որը մնում է քննարկման փուլում, բայց որը մի հիասքանչ ու տագնապալի շերտ է ավելացնում անգլիական պատմության ամենաբարդ միապետներից մեկի պատմությանը։ Հենրին միակ թագավորը չէր, ով գրեց մրցամարտերի հետանքները։
1559 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայի թագավոր Անրի Վիժը մասնակցեց Փարիզում կայացած մի մրցաշարի տոնելու Կատոկամբրեզի հաշտությունը իր դուստր Էլիզաբեթի ամուսնությունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Զեյի հետ։ 40-ամյա թագավորը, կրելով իր սիրուհի Դիանա դը Պուատիեի գույները, մրցեց իր շոտլանդական գվարդիայի կապիտան Գաբրիել դը Մոնտգոմերիի դեմ։ Մի գրոհից հետո, որտեղ Մոնտգոմերին քիչ էր մնում նրան վայր գցեր, թագուհի Կատարինե Մեդիչին բալատականները աղաչեցին Անրիին կանգ առնել, բայց թագավորը պնդեց։ Հաջորդ գրոհի ժամանակ Մոնտգոմերիի նիզակը հարվածեց թագավորի սաղավարտին փշրվեց։ Մի բեգոր թափանցեց դիմակալի արանքից, ծագեց Անրիի աչքը խրվեց նրա ուղեղի մեջ։ Ժամանակի լավագույն բժիշկները, ներառյալ Ամբրուաս Պարեն Անդրեաս Վեզալիուսը, կանչվեցին, բայց վնասվածքներն անդառնալի էին։ Անրի Վիժը մահացավ 11 օր անց։ Նրա մահը նշանավորեց Ֆրանսիայում միապետների կողմից ասպետական մրցամարտերի որպես մարզաձի կիրառման ավարտը։ Վերադառնալով Անգլիա ասպետական մրցամարտերը հասանելի չէին յուրաքանչյուրին։ Ծախսերը հսկայական էին մարտական ձիեր, զինագիրներ, զինագործներ, դարբիններ։ Զրահն ինքնին գոլոսալ ներդրում էր ոչ միայն ֆունկցիոնալ, այլ արվեստի գործ զարդարված փորագրություններով ու ոսկեզօծմամբ։ Հետաբար մրցամարտերով զբաղվում էին թագավորները, դուքսերը, կոմսերը, բարոնները, սոցիալական բուրգի գագաթին գտնվող տղամարդիկ։ Ասպետի հուզական վիճակը նույնքան կարևոր էր, որքան տեխնիկական հմտությունը։ Լավ ասպետը պետք է լիներ լիովին հանգիստ։ Եթե նա սթրեսի մեջ լիներ կամ բարկացած, այդ լարվածությունը կփոխանցվեր ձյուն, որը կարող էր շեղվել կամ անկանխատեսելի արձագանքել։ Ասպետի նժույգի միջ ներդաշնակությունը էական էր հաջողության համար։ Չարլզ Բրենդոնը մնաց Հենրի Մովի գողքին գրեթե ողջ կյանքի ընթացքում։ 1515 թվականին Բրենդոնը պետական դավաճանություն գործեց առանց թագավորական թույլտվության ամուսնանալով թագավորի քրոջ Մարիա Թյուդորի հետ։ Հենրին, թե զայրացած էր, արագ ներեց իր ընկերոջը։ Բրենդոն ուղեկցեց թագավորին նրա թագավորության քաղաքական փոթորիկների միջով, ներառյալ Հռոմից անջատումը, բազմաթիվ ամուսնությունները։ Նա այն եզակի ընկերներից էր, ում Հենրին երբեք չուղարկեց մահապատժի։ Երբ Բրենդոնը մահացավ 1545 թվականի օգոստոսին, թագավորը հայտարարեց, որ նա եղել է իր լավագույն ընկերներից մեկը միշտ հավատարիմ ու մեծահոգի, հրամայեց նրան թաղել մեծ շուքով Վինձորի ամրոցի Սուրբ Գորգի մատուրում, որտեղ հենց ինքը Հենրին կհուղարկավորվեր 2 տարի էլ չանցած։ Հենրի Մոզը մահացավ 1547 թվականի հունվարի 28-ին 55 տարեկան հասակում։ Նրա մարմինը, որը քայքայվել էր տարիների չափազանցությունների, հիվանդությունների իր ժամանակի ամենադաժան սպորտաձևին նվիրված կյանքի գուտակային հետանքներից, այլս ոչինչ չուներ այն սլացիկ ու գենսախինդ աթլետից, ով հիացրել էր Եվրոպան 1520 թվականին։ Բայց նրա ժառանգությունը որպես Անգլիայի ամենահայտնի թագավորական ասպետ մնաց անփոփոխ։ Նրա գրած զրահները, նրա սխրանքները գրանցած մագաղաթները, նրա հաղթանակները փաստող միավորների թերթիկները, այս ամենը գոյատեց դարերի միջով մինչ օրս շարունակում է հիացնել պատմաբաններին ու թանգարանների այցելուներին։ Ասպետական մրցամարտերը աստիճանաբար անհետացան ղոզր դարի ընթացքում, փոխարինվելով դիասպորտի այլ ձերով դառնալով հնացած ռազմական տեխնոլոգիաների զարգացման պատճառով։ Սակայն այս մարզաձի հանդեպ հետաքրքրությունը երբեք չմարեց։ 1970-ական թվականներից սկսած պատմական վերակազմության խմբերը նվիրվել են միջնադարյան մրցամարտերի վերստեղծմանը օգտագործելով զրահների պատժեններ, փայտե նիզակներ։ Միացյալ Թագավորության թագավորական զինապալատները պարբերաբար կազմակերպում են ցուցադրություններ, որոնք գրավում են հազարավոր հանդիսատեսների ծառայելով որպես մի ավանդույթի կենդանի հիշեցում, որը դարեր շարունակ սահմանել է, թե ինչ է նշանակում լինել ազնվական, լինել քաջ, լինել ասպետ։ Հետ նայելով անհնար է չզգալ հիացմունք միջնադարյան մրցամարտերի տարօրինակ գեղեցկությամբ։ Մի մարզաց, որը պահանջում էր ուժ, ճշգրտություն, անսասան քաջություն, սեփական կյանքը հանուն պատվի վտանգելու պատրաստակամություն։ Հենրի Մոզը իր համակողուն գրքով կատարելապես մարմնավորում էր այդ մշակույթը։ 1524-1536 թվականների պատահարները մշտական հետքեր թողեցին նրա մարմնի, հնարավոր է նրա մտքի վրա։ Բայց նույնիսկ երբ նրա մարմին այլս չէր հնազանդվում իր կամքի հավակնություններին, Հենրին հրաժարվում էր լքել ասպարեզը։ Եթե նա պահպաներ առողջությունը, շատերը կարծում են, որ նա կշարունակեր մրցել մինչ իր կյանքի վերջին օրը։ Եվ հենց սա է այն պատմությունը, որը մեզ պատմում են միջնադարյան մրցամարտերը։ Արիության, սնափարության, փառքի հետանքների մի պատմություն, որն արձագանքում է դարերի միջով ինչպես մարտական ձիերի սմբակների հերավոր դոփյունը մի ասպարեզում, որն այլս գոյություն չունի։ Եթե այս պատմությունը գրավեց ձեր երակայությունը, ձեզ տեղափոխեց ովս դարի ասպարեզներ, համարեք սա հրավեր շարունակելու հետազոտությունները։ Բաժանորդագրվեք ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական ֆիլմերի հետելու համար, թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե միջնադարյան մրցամարտերի որ կողմն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը, չմոռանաք հավանել տեսանյութը։
Ինչպես այն ասպետները, ովքեր փշրում էին իրենց նիզակները հանուն պատվի ճանաչման, ձեր աջակցությունն այն ուժն է, որը մեզ մղում է շարունակել պատմել պատմության ամենահետաքրքիր դրվագները։ Մինչ հաջորդ գրոհը։